Բարև ձեզ, եթերում ուրբաթախոսն է, ստուդիայում աշխատում է Կարինե Կիրակոսյանը։ Այս շաբաթվա ուշագրավ նորությունները նախ համառոտ։ Մխիթար Սեբաստասի կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Կրթահամալիրի ընթերցասերի ակումբը Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացնում է «Ճանաչենք մեր ժամանակակիցների» նախագիծը։ Դիջիտեքստ ու գատեսը շարունակվում է, ընդունվում են հայտեր բոլոր անվանակարգերով։ Այս շաբաթ կրթահամալիրի էկոհայրենագիտական ակումբի հյուրը դերասան Սոս Ջանիբեկյանն էր։ Երեկ Մխիթար Սեբաստասի կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց, ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար։ Աշակերտները կարմիր սլաքներով շրջապատել են Տիկին Սահակյանին, ցանկանալով հանրության եւ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա։ Անօրինությունների պատճառով հայտնվել եմ 2009 թվականից հայտնվել եմ փողոցում, դիմել եմ բոլոր ատյաններին բազմիցս, քանի որ դրական արդյունքի չեմ հասել, արդեն մի տարի 8 ամիս է նստացույց եմ անում, որի 21 օրը հացադուլ եմ արել։ Էմմա Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց է անցկացնում 2012 թվականի հունիսից։ Նա այդ ընթացքում նաև հացադուլ է սկսել, որը դադարեցրել է 21-րդ օրը ակտիվիստների խնդրանքով։ Մխիթար Սեբաստասի կրթահամալիրի փոքրիկ սովորողները Դիջիտեքստ ու գատեսի շրջանակում մրցում են ստուգատեսի խորհրդանիշի համար։ B4 դպրոց պարտեզի 5-ից 6 տարեկանները Մարգարիտ Համազյանի սաները ներկայացնում են իրենց դիջիպատումը, դիջիծաղրանկար խորագրով։ Որ ժամացույցի նման թիկ-թակ էր անում, թիկ-թակ, թիկ-թակ։ Փոքրիկները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող կրթության սահմաններում ստեղծագործում են։ Դիտենք դիջիշուտ ասելուկները։ Դիջիմիջի դիջիթեք, դվերներով դիջիթեք։ Դիջիմիջի դիջիթեք, կոնֆետավոր դիջիթեք։ Դիջիմիջի դիջիթեք, ինչ կալազն ես դիջիթեք։ Հեռադիտակ ակումբն այս շաբաթ ներկայացրել է Հասան Գյուչլուի «Դինքի հայ լինելը դուր չէր գալիս» որոշ շրջանակների հոդվածը։ 61 սատ լրատվականի հյուրագիր Հասան Գյուչլուն իր հրանտ դինքը եւ հարգանքի բացակայությունը հոդվածում ափսոսանք է հայտնում դինքի անժամանակ կորստի կապակցությամբ։ Ցավով փաստում եմ, որ դինքի քաղաքական հայացքները, կենսակերպը, հայ լինելը, Թուրքիայում ապրող լրագրող լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների։ Իր վերջին հոդվածում հրանտ դինքն իրեն համեմատել էր մի աղավնու հետ, որը ստիպված է միշտ գոն լինել վտանգից խուսափելու համար։ Բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կերակրում, ասել է դինքը։ Հիշեցնենք, որ հրանտ դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, թիկունքից գլխին արձակված 3 հրազենային կրակոցից, Ակոս թերթի խմբագրության մուտքի մոտ։ Ներկայացնում ենք տնտեսագետի ակումբի ամենակապույտ գազի սպառման արդյունավետությունը կրթահամալիրում խորագրով իրականացված նախագիծը։ Մերի Թելունցի եւ ընկերների ուսումնահետազոտական աշխատանքը կներկայացվի Դիջիտեք միջազգային ստուգատեսի։ Էկոհայրենագիտական ակումբի հյուրն այս շաբաթ հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանն էր։ Նրա հետ զրուցել են Անի Մեհրաբյանը եւ Թամարա Ստեփանյանը։ Տեսնելով ձեր ամբողջ կրթահամալիրը, տեսնելով իր առանձնահատկությունները, այլընտրանքը, տարբերությունները, միանշանակ շատ մեծ գործ եք արել։ Պատիվ ունեցա, որ եկա, ողջունում եմ պարոն Բլեյանին, որ այսպիսի մեծ գործ է արել։ Մխիթար Սեբաստասի կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է ուսուցիչների մշակած կրթական նախագծերով։ Մեր միջավայրում ընդունված չեն քարացած դոգմաները, եւ մենք մեր գիտելիքները ստանում ենք մոբիլ եւ ստեղծագործելու հնարավորության մշակված կրթական ծրագրերով, որը թույլ է տալիս ճանաչելու ինքներս մեզ, մեր հայրենիքն ու մեզ շրջապատող աշխարհը կենդանի շփումների, ազատ ընտրության եւ թափանցիկ ու հարմարավետ միջավայրերում։ Այդ կրթության օղակներից մեկն էլ ընթերցասերի ակումբի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի նախաձեռնած «Ճանաչենք մեր ժամանակակիցների» նախագիծն է, որը կհեռարձակվի Սեբաստասի TV-ով որպես առանձին հաղորդաշար։ Ինչ ակնկալիքներ ունեք նախագծից։ Նախագիծը մենք սկսեցինք 1 տարի առաջ, 1 տարվա ընթացքում նախագիծը ունեցավ բազմաթիվ հանդիպումներ ու արձանագրեց մի քանի հաջողություններ։ Իհարկե նախագիծը քանզի շարունակական է, շարունակականության ընթացքում ունեցանք նաև նոր առաջարկներ,
Օրինակ հենց նոր առաջարկ էր անում Տիար Բլեանը, առաջարկներ են անում սովորողները ու նախագիծը իրականում բաժանվեց մի քանի մասերի, ունեցանք եւ անհատական նախագծեր, որոնք առաջարկում են սովորողները, եւ խմբային նախագծեր, որոնք կարող են առաջարկել եւ սովորողները եւ դասավանդողները, դրա շուրջ աշխատում են խմբով, բայց կան նաեւ անհատական նախագծեր, որոնք փորձում են իրականացնել հենց անհատ սովորողները։ Իսկ այժմ եղանակի մասին։ Կարծես թե տաք հոսանքներ են թափանցել Երևան, ու այս շաբաթ եղանակում է ջերմության հույսեր ներշնչել, բայց շաբաթվա վերջում կրկին սկսեց սառել։ Իսկ կրթահամալիրի բոլոր դպրոցներում տաք է եւ հաճելի անկաշկանդ ապրելու եւ ստեղծագործելու համար։ Եղանակը Երևանում առաջիկա 3 օրերին։ Այսօր կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում։ Լեռներում եւ լեռնանցքներում հնարավոր է բուք եւ ցածր տեսանելիություն, ավտոճանապարհների մերկասառույթ եւ դժվար անցանելիություն։ Ըստ նախնական տվյալների, այսօր եւ վաղը կդիտվի տեղումների դադար, այնուհետ դրանք հնարավոր է վերսկսվեն։ Այսօր գիշերը նվազագույնը 7 աստիճան ցուրտ է, ցերեկը առավելագույնը 4 աստիճան տաքություն։ Վաղը հունվարի 25-ին կդիտվի գիշերը 6 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Կիրակի հունվարի 26-ին գիշերը կդիտվի 4 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ հետ Կարինե Կիրակոսյանն էր։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Ցտեսություն։